է նշանակում հղիություն պլանավորել։ Հղիության պլանավորումը միջոցառումների համարիր է, որոնք ուղղված են առողջ հղիություն, առողջ կին եւ առողջ նորածին ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, որը ընդունվել է 2020 թվականին, երբ զույգը արդեն գրանցվում է, ստանում է արդեն ակտը զաքսավորման մասին, նրանց արդեն ուղղորդում են առաջնային պոլիկլինիկա հետազոտությունների ծավալը կանխատեսելու համար։ Սկզբից դիմում են առաջնային օղակ, այսինքն ընտանեկան բժիշկին, որը պետք է հետազոտությունների ընթացքում բարձի, թե ունեն քրոնիկական հիվանդություններ, որոնք պետք է բուժել մինչև պլանավորումը, եւ հետազոտությունների ցանկը արդեն որոշվում է նեղ մասնագետների շնորհիվ։ Նախընտրելի է պլանավորումը սկսել 3 ամիս մինչ բեղմնավորման ժամկետը որոշելը։ Ինչու, որտեղ այդ 3 ամսվա ընթացքում մեր հետազոտությունների արդյունքների եւ բուժման ծավալի ամենանախընտրելի ժամանակահատվածն է։ Ինչպես նաև այսպիսի մի ծրագիր կա 15 տարեկան դեռահաս աղջիկների հետազոտությունների պլան նորից էլի առաջնային պահպանման օղակում պարտադիր ծրագիր էր, որը մշակվել էր, որովայնի խոռոչի սոնոգրաֆիա, փոքր կոնքի սոնոգրաֆիա եւ վահանաձև գեղձի սոնոգրաֆիա։ Ինչ որ մի բան հայտնաբերելու դեպքում ուղղորդել նեղ մասնագետի մոտ։ Ել չեմ ասում տղաների մասին, որոնք նախազինակոչային տարիքի եւ զորակոչային տարիքի ընթացքում պարտադիր հետազոտությունների ցանկ ունեն անցնելու։ Այդ ամեն ինչը ուղղված են պլանավորելու առողջ հղիություն։ Հղիություն պլանավորելու շրջանում անցնել հետազոտություններ։ Դա իրականացումը պետական պատվերով թե վճարովի հիմունքներով։ Եթե մենք ոնց որ հետևենք մեր կառավարության որոշմանը, դա կատարվում է պետպատվերի շրջանակներում։ Ամուսնական զույգերի տարիքային շեմն է բարձրացել։ Եթե առաջ ամուսնանում էին 20, 22, 25 տարեկան, հիմա ամուսնանում են 30 անց։ Իսկ կինը ինչքան տարիքով մեծանում է, այնքան մեր ռիսկերն են մեծանում առողջ բալիկ ունենալու։ Դրա համար առողջ ապրելակերպը, ծխելու, ալկոհոլի օգտագործելու, թմրամոլության, կանխարգելումը, ինչպես նաև հրաժարվելը վնասակար սովորույթներից, պաշտպանվելը սեռավարակներից եւ ֆոլաթթվի ընդունումը պլանավորումից 3 ամիս առաջ ինչ որ չափով մեզ նախապատրաստում է առողջ հղիության, առողջ նորածին ունենալու ակնկալիքով, որտեղ ընտանեկան բերկրանքի այդ ամենամեծ ջերմությունը ապահովում է մեր առողջ նորածիններով ծննդատնից տուն գնալը։